Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Երևի ամեն մեկս մեր մեջ պատկերացրել ենք այս օրը։ Բայց հիմա նայում եմ հավատս չի գալիս։ Այն անգամ որ տեսա Մարիային, առաջին անգամ։ Այնքան վախեցած էր, այնքան մենակ, այնքան տխուր, որ մեծ հասուն մարդ լինելով չգիտեի ինչ անեի։ Չգիտեի լացս ոնց զսպեի։ Ձեռքեր այնքան սառնեին, որ մինչև հիմա զգում եմ այդ սառնությունը։ Հա, ճիշտ ես ասում։ Ես էլ հիշողություններով գնացի դեպի մանկատուն։ Հիշում եմ, երբ առաջի անգամ Մարիային բերեցինք մեր տուն։ Հիշում ես օրերով իր սենյակում էր փակվում ու չգիտեր իրան ոնց պահեր, ինչ աներ։ Ռուբեն, ես Մարիայով եմ զգացել, թե ինչ բան է մայր լինելը։ Ճիշտ է։ Ես շատ ժամանակ եմ կորցրել։ Ես իմ ցավով եմ ավելի շատ տարվել։ Ես նեղացրել եմ Մարիային։ Բայց ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ ու ես իսկապես շատ եմ սիրում Մարիային ու ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի։ Տենց մի ասանոն։ Չէ, այդպես է, Ռուբեն, այդպես է։ Բայց հիմա որ Վահանին ու Մարիային իրար հետ եմ տեսնում, հասկանում եմ, որ երկուսին էլ նույն սիրով եմ սիրում։ Ստեղ ամենակարևորը գիտես որն է, որ Մարիան ինքն է մեզ ընտրել։ Ինքը հասկացել է, որ մեր հետ ավելի հանգիստ կլինի, ապահով կլինի։ Ու իր անմեղ մաքուր սիրով այնքան է մեզ սիրել, որ մենք էլ իրան ենք սիրել։ Ինքը ստիպել է, որ մենք իրան սիրենք։ Հա, Ռուբեն, դու շատ ճիշտ ես ասում։ Բայց գիտես, ես միշտ կասկածել եմ, որ ես արդյոք լավ մայր եմ Մարիայի համար։ Ու միշտ մտածել եմ այն առիթով, ես անձնազոհության կգնամ իր համար, թե չէ։ Բայց հիմա անկեղծ եմ ասում քեզ։ Երբ տենում եմ Մարիային, որ ինքը այսքան երջանիկ է, հավատա, ես պատրաստ եմ նույնիսկ ինքս ինձ զոհաբերել Մարիայի համար, մենակ թե իմ երեխուն ես երջանիկ տեսնեմ։ Շատ շնորհակալ ենք։ Մարիան ավելի շատ է պայքարել, ես ավելի շատ եմ պայքարել։ Ի շնորհիվ
Աստված պայքարել է։ Ծանոթացան, չէ՞։ Աստված օրհնի, Դու Աստված էլ մեծ օրհնի։ ներդրում ունես, Անի, քեզնից շատ շնորհակալ եմ, դու լավ ես։ Աստված օրհնի ձեր միությունը, ժողովուրդ վերջապես։ Տարոսն էլ մեզ։ Իհարկե, Տարոսն Չէ։ Առանց ինձ ես։ Դիմաստով չի։ Ալիս տատի ջան։ Հաջորդը մենք ենք չես ուզում ձեռքը դնես գնալիս։ Ինձ երկու ձեռք դիրել, որ հաստատ լինի երկու ձեռք կյանք, երկու ձեռք, որ հաստատ լինի, մերսի շատ է։ 3, 4։ Դու այսօր հարսանիքի տորը վայ, համ հանելու չգամ ռեստորան։ Չէ, չայ ուտելուն ես գալու եմ։ Ես չեմ կարա չգա։ Մենք խցանման մեջ էինք ընկել, դրա համար ուշացանք։ Ոչինչ, մենք առանձնապես դեռ չէինք էլ սկսել։ Ես ինձ հիմա իրոք նենց վատ եմ զգում, հիմա պիտի բոլորով միտեղ ուրախանալուց լինենք, ոչ թե գայինք տուն։ Դե հա, ես էլ եմ կարծում, որ ինչ-որ միտեղ պետքա գնայինք։ Չէ, մամ։ Էս իմ պատկերացրած հարսանիքն է, ինձ ավել բան պետք չի։ Չեմ ուզում բոլորի նման լինի։ Ուղղակի մի քիչ շատ ստանդարտից դուրս եկանք։ Երեխեք ջան, կարևորը դուք երջանիկ լինեք, թե չէ այդ հարսանիքները ամբողջ ձևականություններ են, ռեստորաններ, հյուրեր, ճոխություն։ Դե հա, մամ ջան, դու լրիվ ճիշտ ես ասում։ Բայց իմ հարսանիքը սենց չի լինելու։ Ու չփորձեք ինձ համոզեք, հա։ Ես սիրում եմ էլ այդ մեր հայկական ճոխությունները։ Մնում է ավետն էլ սիրի։ Ավետը։ Կներես։ Պաստորեն տենց լուրջ է ամեն ինչ անի։ Բայց Դավիթ ջան, հիմա ինչ ձեր հարսանիքի օրով ինձ եք քննարկելու։ Հալավ ինչ եք ուզում այդ երեխուցը։ Ինչ, ձեզ կարելի ամուսնանալ, երջանիկ լինել, իրան չի կարելի։ Հանգիստ թողեք երեխուն։ Անի, դու քո ցամաք հացը կերար։ Մարդ ինչքան խիզախ պետքա լինի, որ Դավիթից ինչ-որ բան թաքցնի։ Բայց Դավիթը գիտեր, նու ինքը չգիտեր, բայց Անի հանգստացի հոգուտ հետ ենք խաղում։ Լավ, ամեն դեպքում ես առաջարկում եմ խմենք ու շնորհավորենք։ Հզոր միտքը։ Մի բան էլ ես ասեմ։ Հիմա որպեսզի օրը չփչացնենք, ես խոստանում եմ, որ մենք հետո իսկական հարսանիք ենք անելու, հենց այս ամեն ինչը անցնի, իսկական։ Վայ Լիլիթ, ես ինչքան քննություն ես տալիս, ինչ չի վերցնում։ Հարավ ջան։ Բարև մամ ջան, ո՞նց եք։ Լավ եմ, բալես, դու ո՞նց ես։ Լավ եմ։ Քանի օր չէի զանգել, խառն էի, ասացի տեսնեմ ինչ կա, ոնց եք, ինչ եք անում։ Դե ինչ պետք է անենք, սովորական։ Լիլիթը քննության է, ես էլ նստած։ Բարձա, բայց ոնց որ մի տեսակ ես, հա։ Դե հա, ուշանում եմ, մի քիչ մտածում եմ բան եղած չլինի։ Մամ շատ պետքա վերաքննության մնացած լինի։ Աղջկադ նոր ես ճանաչում։ Չէ, Ռաֆ ջան, տենց մի ասա, Լիլիթը միշտ էլ լավ է սովորել։ Դե հիմա բարդ շրջան է, քննությունների շրջան է։ Մամ ջան, ճիշտն ասած ինձ հիմա Լիլիթի դասերը ընդհանրապես չեն հետաքրքրում։ Որ գատուն ասա թող զանգի։ Եղավ տղես, դու քեզ լավ նայ։ Առանձնացել ես, որ սենյակիցդ կարոտը տառնես։ Հա, չեմ պատկերացնում, որ էլ այստեղ չեմ քնելու։ Այնքան տարօրինակ զգացողություն է։ Հասկանում եմ, դժվար է երևի։ Դե հա։
Մի տեսակ դժվար է, երբ աղջիկը հայրական տնից գնում է այդ սովորություններից։ Այնքան անսովոր է, որ պետք է առավոտյան արթնանաս ու մամայիդ ու պապայիդ մոտ չվազես բարի լույս ասելու։ Բայց որ պատկերացնում եմ աչքերս բացելու եմ ու իմ սիրած մարդուն տեսնեմ, այդ ամեն ինչ հավասարացնում է։ Ինքան բանի համար եմ շնորհակալ Մարիա։ Երբ քեզ առաջին անգամ տեսա, չէի էլ պատկերացնի, որ մի օր սենց կկանգնեմ կողքիդ, քեզնով լցված քո կյանքին խառնված։ Ինձ միշտ թվում էր, որ սերը մի տեսակ ուրիշ ձև է, շատ հեշտ, շատ պարզ։ Բայց հիմա հասկանում եմ, որ իրական սերը հենց էս է։ Իրական սերը սկսում է այն պահից, երբ ոչնչի չես սպասում։ Հիշում ես այն ժամանակ ոնց էիր ինձ ատում։ Ներվերիդ վրա ազդում էի։ Էդ եմ ասում էլի։ Հա, բայց հետո սիրեցիր, չէ՞։ Դու ամեն ինչ արեցիր, որ ես քեզ սիրեմ։ Հա, որ իմ հիշելով ես ամեն կերպ ինձ վատ էի պահում։ Ես մի քիչ ուրիշ բան եմ հիշում։ Լավ, արի ներքև գնանք, հաստատ բոլորը մեզ են սպասում։ Ես իմ։ Արի գնանք։ Հաստատ կհասցնենք, դեռ մեր կարոտ իրարից առնենք, չենք հասցնի նույնիսկ կարոտել, արդեն միասին ենք։ Լավ, մի հատ ես պահ վայելեմ ու իրար հետ գնանք։ Լիլի ինչին արշես գալիս, արի։ Աբուլ մաման իրար հետևից զանգում է, հաստատ մի բան կասկածում է, ես պետք է շուտ գնամ։ Գիտեմ, որ ուզում ես մնամ, բայց իրոք էլ չեմ կարա։ Հա, ասա քննության եք, դա ասախոսը ուշացել է, դուք էլ դեռ սպասում եք։ Աբուլ անիմաստ է։ Մաման եթե ինչ-որ մի բան կասկածեց, գնալու է համալսարան ու խայտարակ լինեմ։ Լավ, արի գնանք շնորհավորենք, հետո գնա։ Լավ։ Շնորհավոր, երջանիկ, բախտավոր։ Բանես։ Ես քեզ այնքան բան ունեմ ասելու։ Ու ցանկանալու, որ եթե սկսեմ, ուղղակի օրը չի հերիքի։ Բայց ամեն դեպքում կփորձեմ մտքերս հավաքեմ, հակիրճ լինել։ Կասեմ ամենակարևորը այն, ինչ կապված է այս պահի հետ։ Չգիտեմ ինչի, բայց ես քեզ արդեն կարոտում եմ։ Երևի այդ նրանից է, որ զգում եմ, դու գնալու ես քո սիրո հետևից։ Քո նոր կյանքն է սկսելու։ Քո նոր կյանքի հետևից։ Բայց առանց էս տան։ Բայց առանց ինձ։ Ես այսքան ժամանակ իմացել եմ ինչ է նշանակում հայր, բայց լրիվ ուրիշ ձև եմ մտածել։ Մտածել եմ, որ հայր դա նշանակում է պաշտպանել։ Բայց հիմա հասկանում եմ, որ երբեմն ամենամեծ պաշտպանությունը դա բաց թողելն է, կարողանալ բաց թողնել, վստահ լինելով, որ դու կարաս։ Ես գիտեմ, որ դու կարաս։ Երեխա դաստիարակել է այդ դպրոց տանել բերելը չի։ Այդ շոր առնել չառնելը չի, այդ կերակրելը չի։
Այդ մարդ դարձնելն է։ Մարդ մեծացնելն է։ Մեծատառով մարդ դարձնելն է։ Իսկ ես վստահ եմ, որ դա իմ մոտ ստացվել է։ Մամ, մեր մոտ դա ստացվել է։ Աստված օրհնի։ Քո ընտրած ճանապարհը բալես։ Իսկ ես տղես։ Ընդհանրապես մի բան կասեմ։ Երջանկացրու իմ աղջկան։ Ես ձեր կողքին եմ։ Կամ ու կլինեմ։ Շնորհավոր։ Չենք տխրում։ Ուրա, ուրա, ուրա։ Շնորհավոր, շնորհավոր։ Բաբ, ես այնքան բախտավոր եմ, շատ բախտավոր եմ, որ քո աղջիկն եմ։ Ճիշտ է, մենք շատ լավ պայմաններում չենք հանդիպել, ու այդ պայմանները լավ բաների չեն բերել, բայց հենց այդ պահից, հենց այդ վայրկյանից ես ամեն վայրկյան բախտավոր եմ ինձ զգացել։ Իմ աղջիկը։ Լիլի արդեն գնում ես։ Համար, մաման մի 1000 անգամ զանգել է։ Չգիտեմ էլ գնամ տուն, ինչ պատասխան եմ տալու, որ չկասկածի։ Ապրես որ եկար։ Դու էլ ապրես, որ վստահեցին ինձ։ Ես վստահ եմ ու շատ եմ ուզում, որ դուք երջանիկ լինեք։ Իսկ ես շատ եմ ուզում, որ այդ նույն երջանկությունը դու էլ զգաս Աբուլի հետ։ Հուսամ։ Էլ տենց թերհավատորեն չխոսես, լավ։ Ձգտողն ու պայքարողը դու ես։ Իմ օրինակը քեզ ապացույց չեղավ։ Լիլ, դու շատ լավ գիտես, թե ես ինչերի միջով անցա, որ այսօրվան հասնեմ։ Ու նաև շատ լավ գիտես, թե ինչերի միջով դեռ պետք է անցնեմ, որ այս ամեն ինչը կարողանամ պահեմ։ Այնպես որ իմացիր, որ եթե մարդու սրտի մեջ անկեղծ ցանկություն կա, անհնար այդ ցանկությունը անկատար մնա։ Գիտեմ, որ Աբուլին շատ ես սիրում։ Մնում է չվախենաս ու մնացածի խոսքերին չլսես, որովհետև պետք է հասկանաս, որ քո անձնականը մենակ քեզ պետք է պատկանի։ Մար, ես այդ ամենը հասկանում եմ։ Ուղղակի իմ պարագայում բարդ է, որովհետև մաման ու Ռաֆի իմ ընտանիքն են։ Ու հիմա դու ինքդ էլ շատ լավ գիտես, թե մեր ու ձեր ընտանիքի հարաբերությունները ինչքան լարված է։ Ես այդքանը հասկանում եմ, բայց դու Աբուլ այս ամեն ինչի հետ կապ չունեք։ Այնպես որ չպետք է թողնես, որ քո փոխարեն ինչ-որ որոշում կայացնեն, հետո փոշմանելու ես։ Կներես։ Ինչի համար։ Դե ես Ռաֆի փոխարեն եմ քեզ կներես ասում, որովհետև ինքը թեկուզ եւ չգիտակցելով, բայց քեզ շատ է ցավացրել ու կյանքի հանդեպ շատ է չարացել։ Այնպես մի արա, որ ես ինձ ված զգամ։ Պետք չի, որ դու Ռաֆի փոխարեն ինձ ներողություն ասես։ Դու ընդհանրապես կապ չունես։ Մար, ես եմ ինձ ված զգում, թե ինչի պետք է այս ամեն ինչը սենս լիներ։ Սխալ է այս ամենը։ Ուղղակի որ պապան լիներ։ Մի խոսքով, Մար, ես գնամ, ձեզ լավ օր եմ մաղթում ու շատ երջանկություն։ Լիլիթ, եթե կես ժամից տանը չլինես, ես համալսարան եմ գալիս։
Ռուբեն էլի նկարներ ուղարկի, խնդրում եմ։ Մի վարկյան ժողովուրդ ջան, այս բաժակները տվեք, նկարվելու ժամն է։ Անի ջան, չեմ ուզում էլ նկարվեմ։ Կլինի էլ չնկարես։ Մի հատ սուս մնա, հա, գոյեղի որ հատուկ նկարողներ չեն բերել։ Էդ էլ մեր Մարիայի պայմաններ։ Տնաշեներ չեք ուզում ձեզ նկարեմ, որ հիշելու բան ունենաք։ Ահա։ Ես ինչ է այստեղ կատարվում։ Գալիս մտնում կադր մի վարկյան։ Աբուլ, խնդրում եմ, աղբերական կլինի Անին տանես տեղից։ Աբուլ ջան, այս մարդիկ դժգոհ են, որ իրենց վրան ձերի աշխատում եմ։ Իրենց համար նկարներ եմ անում։ Ներվերից տեղն է այս աղջիկը, գիտես։ Դավիթ, թող մի հատ սիրուն նկար անի։ Արի։ Լավ, ես քեզ կօգնեմ աղբերես։ Դու մի կողմ գնա, ես կնկարվեմ։ Հազիվ։ Բայց մի հատ գրկեք իրար, ոնց որ հետ քուր ախպեր չլինեք։ Հա, այդ էց։ Գիտես հիմա ինչ վիճակում եմ, Ռուբեն։ Ոնց որ էլի բանտում նստած լինեմ ու սպասեմ, որ երեխուցս պիտի նկարներ ուղարկես, որ կարոտն առնեմ։ Հիշում ես, որ սպասում էի, որ դպրոց գնալուց, զբոսնելուց կամ, չգիտեմ, դաս անելուց ինձ նկարես ուղարկես։ Հիմա ինչ վիճակում եմ, Ռուբեն, ոնց որ էլի բանտում նստած լինեմ ու սպասեմ, որ երեխուցս պիտի նկարներ ուղարկես, որ կարոտն առնեմ։ Հիշում ես, որ սպասում էի, որ դպրոց գնալուց, զբոսնելուց կամ, չգիտեմ, դաս անելուց ինձ նկարես ուղարկես։ Հիշում եմ, Աֆա, բայց դու հիմա կարող ես տեսնել քո աղջկան։ Ի տարբերություն այն ժամանակվա դու հիմա ունես այդ հնարավորությունը։ Հիշում եմ, Աֆա, բայց դու հիմա կարող ես տեսնել քո աղջկան։ Ի տարբերություն այն ժամանակվա դու հիմա ունես այդ հնարավորությունը։ Չէ, չունեմ։ Չունեմ, Ռուբեն։ Այն ժամանակ բանտում էի, իսկ հիմա ես եմ ինձ կապել, որ չվազեմ ու չգրկեմ երեխուս։ Գիտես ինչի։ Ռուբեն, ես չկարողացա իմ երեխու համար լավ մայր լինեմ։ Չգիտեմ, ուղղակի չստացվեց։ Ու հիմա ավելի բարդ է, որովհետև այսքան սպասածդ ազատությունը հիմա էլ ինքդ ես դնում կալանքի տակ։ Ու նորից սպասում։ Մենք արդեն գնանք։
Կներեք ինձ, բայց հանգիստ գնացեք։ Դե ես փոխվեմ նոր դուրս գանք։ Հարիմ երկու բար կխոսեք։ Թող գնան նոնա ջան, թող գնան մի քիչ իրար վայել են։ Մի քանի օրից Դավիթի դատնա։ Դեռ շատ ծանր օրեր են սպասում մեզ։ Ոնց ես։ Շատ լավ ու շատ երջանիկ։ Հաստատ։ Դե ուղղակի տենց ես ասում, որ ավելորդ հարցեր չտամ։ Իսկ ես պատճառ ունեմ երջանիկ չլինելու։ Ես չգիտեմ, ուղղակի որ լռում ես, ինձ թվում է անհանգստանում ես կամ հետոյի մասին ես մտածում։ Դավիթ, ես հասկանում եմ ինչի մասին ես դու ուզում խոսել, բայց արի չխոսենք, հա, այն էլ հիմա։ Ես գիտեմ, ինքս եմ քեզ ասել, որ վատ բաների մասին չմտածես, բայց իմ համար շատ կարևոր է, որ դու կիսվես հետս, որ ես իմանամ ինչից ես վախենում կամ ինչ ես մտածում։ Բայց ես չեմ վախենում։ Դու ինձ հիմա անգիր գիտես, չէ՞։ Նայ, տես, այստեղ վախեցող մարդ ես տեսնում։ Ես տեսնում եմ աշխարհի ամենագեղեցիկ աղջկան, որ իմն է։ Այնքան երջանիկ եմ։ Ու թույլ չեմ տա, որ ոչ մի բան փչացնի այս ամենը։ Ես ուզում եմ քեզ խոստանալ, որ դու իմ կողքին ամենաերջանիկ կինն ես լինելու, որ ես քեզ միշտ սիրելու եմ, վերաբերվելու եմ ոնց որ թագուհու։ Բայց չեմ համարձակվում, որովհետև չգիտեմ մի քանի օրից դատարանը ինչ կորոշի, ու չեմ ուզում քեզ սուտ խոստումներ տալ։ Դավիթ, ես աշխարհի ամենաերջանիկն եմ, մենակ նրա համար, որ միասին ենք։ Ու ես իմ կյանքի ամենասիրուն օրերից մեկն է։ Իմն էլ։ Ու մի բան լավ հիշի, լավ, եթե նույնիսկ ամեն ինչ մեր պլանավորածի նման չգնա, եթե նույնիսկ ստիպված լինեմ քեզ սպասել, իմացի, որ երջանիկ եմ լինելու։ Երջանիկ եմ լինելու, որ քեզ եմ սպասելու։ Ալո։ Բարի ուշ երեկո, Դավիթ։ Բարև։ Կներես, որ ես ուր ժամին եմ զանգել, բայց ուզում եի վստահ լինել, որ չես մոռացել դատի մասին։ Չեմ մոռացել հանգիստ եղեք։ Այսօր ուրբաթ է, այդ նշանակում է, որ երկուշաբթի քո դատն է։ Ժամը 11-ին է դատը սկսվելու, շոշանաս։ Ամեն ինչ լավ է լինելու, հասկացար։ Հասկանում եմ։ Շատ լավ եմ հասկանում։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, իբր ես վախենում եմ կամ թույլ մարդ եմ։ Ես իմ մասին չեմ մտածում, հավատա։ Մենակ քո մասին եմ մտածում։ Չեմ ուզում նենց ստացի, որ հանկարծ քեզ մենակ թողեմ։ Դավիթ, ես քեզ հենց նոր այդ մասին էի ասում։ Նոր ասեցի, չէ, որ ես երջանիկ կլինեմ, նույնիսկ եթե քեզ սպասեմ։
Ու հետո կլինի թույլ չտանք, որ մեր տրամադրության վրա ազդեն։ Այսօր մեր օրն է, իմ ու քո։ Ու ընդհանրապես արի պատկերացնենք, որ աշխարհում բացի ինձնից ու քեզնից էլ ոչ մեկ չկա, մենակ ես ու դու ենք։ Բարի լույս։ Օր առաջին։ Այսինքն։ Դե այսինքն այսօր առաջին օրն է, որ արթնանում եմ ու քեզ բարի լույս եմ ասում։ Շատ դժվար գործ ես բռնել։ Սենց որ շարունակվի կհոգնես հաշվելուց էլ այնքան սենց օրեր են լինելու։ Ուր էիր երեք։ Բարի լույս մամ ջան, ես լավ եմ, դու ոնց ես քնել, ոնց ես զարթնել։ Ձևականություններդ մի կողմ թող ու ասա ուր էիր երեք։ Քնության էի մամ, քնության։ 5 ժամ քնության էիր։ Էս ինչա։ Մամ։ Վերջին անգամ եմ հարցնում, ուր էիր երեք։ Մամ ջան, մամ քնության եմ եղել, հերիքա հա ինձ կասկածներով վերաբերվես, այդ ինձ դուր չի գալիս։ Այս հագուստն էլ ընկերուհուս էի տվել, ժամանակավոր ծնունդ պետքա գնար, երեկա վերադարձրել։ Դե կզանգես աղբորդ։ Աղբորդ ասլա, որ զանգես։ Լավ, լավ։ Ափսոս որ արդեն գնում ենք։ Ինքդ ասեցիր, որ սենց օրեր դեռ շատ են լինելու։ Հիմա պետքա գնանք, որ դատին պատրաստվես։ Հետո էլի կգանք։ Ու ընդհանրապես հետո կանենք այն, ինչ որ երկուսս էլ կուզենք։ Չէ, ավելի ճիշտ կանենք այն, ինչ որ ես կուզեմ։ Ինքան շնորհակալ եմ քեզ։ Խնդրեմ։ Ինչ որ նորություն կա արտակի գործի հետ կապված, որ ինձ կանչել եք։ Ճիշտ ասած չկա, բայց երևի չեք մոռացել, չէ՞ որ շաբթի դատն է։ Իհարկե ոչ։ Այ հենց դրա համար եմ կանչել։ Ձեզանից շատ բան է կախված։ Ուզում եմ համոզվեմ, որ դուք միջավայր կգնաք։ Իսկ ինչ է կախված ինձնից։ Դատի ժամանակ դուք վկա եք հանդիսանալու Դավիթի դեմ։ Եվ եթե ուզում եք Դավիթը պատժվի իր կատարած արարքի համար, պետք է այնպես ցույցմունք տաք, ինչպես գրել եք։ Իսկ եթե մանրամասներ հիշեք, շատ լավ։ Պարզա։ Ես պարզապես չեմ ուզում, որ կողքից ինչ-որ բաներ կամ մարդիկ ազդեն ձեզ վրա։ Դե ես գիտեմ Դավիթի և Դավթյանի հարաբերությունների մասին։ Դրա համար եմ ասում։ Դավթյան,
Հավանաբար Մարիայի հոր մասին եք խոսում, Ռուբենի։ Ճիշտ լսեցիք։ Ես չեմ ուզում, որ կողմնակի ճնշումներ լինեն ձեզ վրա։ Հավատացեք, դա մեզ քանգարի։ Ես այդքան էլ թույլ կին չեմ, որ թույլ տամ կողմնակի ճնշումները խանգարեն գործին։ Կամ ինչ-որ պաշտոնյա մարդիկ կարողանան խանգարել։ Հավատացեք, ես միջև վերջ կգնամ։ Շատ լավ, որ այդպես եք տրամադրված։ Գլխավորը միջև վերջ գնալն է, առանց վախենալու։ Ես ամեն ինչ կանեմ, որ ով մեղավոր է օրենքի առաջ ամենայն խստությամբ պատասխան տա։ Եվ երևի հասկանում եք, զգում եք, որ ձգտում եմ դրան։ Եվ մեր հանդիպումը այսօրվա հատուկ է։ Շնորհակալ եմ շատ, որ գոնե դուք արդարության կողմից եք։ Թե չէ բոլորը ասես Դավիթի վկաները լինեն։ Չեմ հասկանում, ինչ են մտածում, որ Դավիթը անմեղ է։ Դավիթ ինչ է լինի, ես քո կողքին եմ։ Գնանք արդեն։ Պապա շատ չսպասի։ Հա, բայց մինչև այդ ինձ տուն իջացրա, հա։ Մամային ու տատիկին եմ ուզում տեսնել։ Իհարկե, անպայման։ Դե ասեցի էլի, որ Ռուբեն կա արանքում։ Դրա համար մի քիչ բարդ է ընթացքը։ Ես թքած ունեմ բոլորի վրա։ Ոչ մի Ռուբեն չի կարող ազդել իմ որոշման վրա։ Ես միջև վերջ պետքա լուծեմ իմ ամուսնու վրեժը։ Ես չեմ ցանկանում, որ դու այդպես չարանաս բոլորի վրա։ Դե չնայած անհնար է։ Բայց ես ուրեմն մեր հանդիպման գլխավոր նպատակը նա է, որ ես համոզվում եմ։ Համոզվում եմ, որ ոչինչ եւ ոչ մենք չի խանգարի քեզ, որ միջև վերջ կգնաս։ Շնորհակալ եմ անհանգստանալու համար։ Սոֆիա